Մամաս բավականին երիտասարդ է եղել, երբ որ ամուսնացել է 19-20 տարեկան, ու բաժանվել է էլի շատ երիտասարդ։ Ինքը կարողացավ ուղղակի փրկել իրեն, իր երեխային շատ վատ մթնոլորտից, ընտանիքից, որտեղ դիրում էր բռնություն։ Երկար ժամանակ եղել ես աբյուզիվ հարաբերությունների մեջ։ Ես համոզված եմ, որ ինքը չէր ուզենա ինձ նեղացներ։ Ճանապարհում էր ինձ տուն, ես վերելակի հայելիում ինձ նայում էի ու հասկանում եմ, այնքան դժբախտ եմ։ Ոնց է մարդը հասկանում, որ ինքը աբյուզիվ հարաբերությունների մեջ է։ Մեկ, վայ ինչ լավն ես, բամա, մեկ է որ խնդրում եմ ինձ մի կպի հեռու գնայ, ինձ ներվեր չունեմ բամ։ Առանց բացատրելու ինչի, ոնց։ Չես հիշում ամեն դեպքում ինչ որ մի շրջան, երբ այդ հայրական ջերմությունը ստացել ես։ Հորս հետ ունեցել եմ շփում, բայց մենք դադարեցրել ենք այդ շփումը 22 տարեկանից, որտեղ հասկացել ենք, որ կամ լինում է հայրական ինստինկտ, կամ չի լինում։ Դա քո որոշումն է։ Դա իմ որոշումն է եղել, հա։ Ունեի կոմպլեքս, որ օրինակ ինչի ես չունեմ այն papan, որ կարա ինձ սատարի, օգնի, չգիտեմ, ասի աղջիկս, դու կարաս ամեն ինչ, դու շատ սիրուն ես։ Այդ մարմինը չընդունելը, կարճ հագուստ չհագնելը, այդ ամեն ինչը որտեղից ես կարծում եմ, որ ես ունեմ շատ չաղլիկ ոտքեր եւ գեղեցիկ չեն իմ ոտքերը կարճ հագած։ Կանոնահարույն մեկ էլ հանկարծ հայտնվում է Women's Club-ում։ Չաթում Գարիկը գրեց այդ առաջարկը կա էլի, կարող է գնաս Women's Club-ում մասնակցես։ Կանացի նախանձից հնարավոր է խուսափել, երբ շրջապատում այդքան շատ կանայք կան։ Չեմ կարող ասել, որ չգիտեմ, մենք հիմա ամենամոտիկ ընկերուհիներն ենք բոլորը։ Մենք խոսակցությունից սկզբանե ունեցել ենք, որ բնականաբար կլինի ինչ-որ հագուստ, որ օրինակ ես չեմ կրի։ Ինչ խոսես, ինչ հումոր անես, կան այդպեսի չի կարելի լինել։ Ստանդարտները գրվել են արդեն այնպես, որ ես չունենամ այդ դիսկոմֆորտ։ Go Sport 96.3 FM-ի ոդքասթային եթեր։